Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենքզինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ, միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, դիմել են այսպես կոչված քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենքզինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, կույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ ուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենքզինամթերք եւ թմրամիջոցներ։ Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։